Գյումրու նախկին համայնքի ղեկավարը, ով որ նաև ներկայիս համայնքի ղեկավարն է, ինչպես տեղյակ ենք, անցնում է բազմաթիվ քրեական գործերով, երկու տարբեր վարույթներով, 40 թվով դրվագներով եւ սույն անձը, քանի որ այդ ենթադրաբար հանցագործությունները կատարվել են նախորդ իր պաշտոնավարման ընթացքում, վերջին թիմ ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմաթիվ անգամ ասել է, որ եթե հնարավորություն ունենա նմանատիպ հողհատկացումները եւ այլն նորից կշարունակի եւ կկատարի, բացի դրանից, ինչպես եւ տեղյակ եմ, գործով անցնող վկաներ կան, ովքեր որ հիմա շարունակում են եւ աշխատում են համայնքապետարանում։ Ես խնդրում եմ ձեր գնահատականը, արդյոք սույն անձը որևէ ազդեցություն չի ունենա այդ վկաների վրա։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ դիգնել խորհրդատախազ։ Պարոն Սարուխանյան, ես ձեր հարցի քաղաքական մասը հանեմ, իրավականին պատասխանեմ, հա, մենք սահմանադրական տարբեր շրջանակներ ունենք։ Վկաների հետ կապված մենք Տիկին Միրասյան, տեսեք, լրագրողները դե ուզում եք շփվեք, խնդրեմ կարաք դուրս գաք եւ հնարավորություն ապահովեք վերջինիս, որովհետեւ ձեզ ուղղեն հարցադրումներ։ Խնդրեմ, տիկին խորհրդատախազ կներեք։ Մեր դիրքորոշումը մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան։ Էլի հրապարակային դատաքննությունը վստահ եմ ինձնից լավ տեղեկացված է եւ այդ հողահատկացումների հետ կապված եւ կոռուպցիոն դրսևորումների հետ կապված մենք այս առումով դատախազության դիրքորոշումը գրավոր է, հրապարակված է, հստակ է, այստեղ մենք քաղաքական գնահատական տվող մարմինը չենք։ Ինչ վերաբերում է վկաների հետ կապված, ենթադրում եմ ինչ-որ պաշտոնավարման կասեցման եւ մյուսի հարց եք փորձում բարձրացնել, այստեղ դուք մի կարևոր եզրույթ եք օգտագործում վկա։ Մենք վկաների նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ չենք կիրառում։ Մեզ մոտ անձը պետք է մեղադրյալի կարգավիճակ ունենա այդ դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու համար եւ այս պարագայում իրականում ավելին քան գրած է մեղադրական եզրակացության մեջ չունենք ասելու, մենք ունենք տարբեր նաեւ անջատված վարույթներ, որոնք դատարանում գտնվող վարույթից բացի կան նախաքննության փուլում, դրանք էլի 2019 թվականին հարուցված քրեական գործից, այն ժամանակ քրեական գործեր դրվագներ են, որոնցով դեռևս միջդատական վարույթը աշխատանք է իրականացվում, չեմ բացառում, որ առաջիկայում էլի այդ հին վարույթով որոշակի դրվագներ լինեն, որոնք կգնան դատարան, բայց դա կապ չունի ոչ մի քաղաքական process-ի հետ։ Մենք բազմաթիվ համայնքի ղեկավարներ ունենք, որոնց դատի ենք տվել այս նույն սխեմայով կատարված չարաշահումների եւ հողահատկացումների համար, այստեղ քաղաքական գնահատական մենք չենք տալիս, մենք իրավական գնահատական ենք տալիս, տվել ենք, ուղարկել ենք դատարան։ Այսքանը։ Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, բայց իրավիճակ կա փոխված եւ ժամանակին այդ անձը պաշտոն չի ունեցել եւ հիմա արդեն պաշտոն ունի եւ օգտվելով այդ պաշտոնական դիրքից կարող է դերազել։ Բացի դրանից ես ինչքան տեղյակ եմ, դատական նիստերը փակ են եւ արդյոք որևէ ազդեցություն չի լինի։ Ես խնդրում եմ ձեր ուշադրությունը այս հարցով։ Խնդրեմ դիգնել խորհրդատախազ։ Եթե մշադրություն եք հրավիրում, ընդունվեց է գիտություն։